Սիրով ողջունում եմ իմ շատ սիրելի բաժանորդներին և իմ ալիքի հյուրերին: Ամեն բացվող առավոտ պետք է ասել «Փառք քեզ Տեր» մեր նոր բացվող օրվա համար: Բարի լուրերով օր բոլորիս, իմ շատ սիրելի հետևորդներ, բարեկամներ, հարազատներ ջան: Խաղաղություն թող միայն լինի աշխարհով մեկ և առողջություն: Այս երկուսն եմ մաղթում ձեզ բոլորիդ: Օրը արև, պայծառ և տաք: Սիրելիներս, այսօր պատրաստելու եմ քարաճիկով, սոխով համեղ ուտեստ: Տապակը դրել եմ գազօջախին: Հիմա տապակի մեջ կավելացնեմ բուսայուղ: Պատրաստելու եմ համեղությունը բուսայուղով: Քարաճիկը լավ լվացել եմ հոսող ջրի տակ, մոտ 1.5 ժամ եփել եմ, աղել եմ և ջրքամել եմ: Հիմա պատրաստ է, որ տապակեմ: Գազօջախը հիմա կվառեմ: Մինչ բուսայուղը լավ կտաքանա, ես կիսալուսնաձև կմանրացնեմ սոխը: Գլխի մասերը հանում եմ կոշտեն: Ուտելու ժամանակ, որ ընկնում է ատամի տակ, հաճելի չէ: Միշտ հեռացնում եմ ինչ տեսակ ճաշեր որ պատրաստում եմ, այդ կոշտ սոխի մասը հեռացնում եմ: Հիմա կիսալուսնաձև կմանրացնեմ սոխը: Սիրելի հետևորդներ ջան, ստույգ չափաբաժնով չեմ անում, որ ստույգ գրեմ չափաբաժինը: Աչքի չափով վերցրել եմ սոխ: Ես սոխը մի քիչ շատ եմ անում, սիրում են շատ սոխով, դրա համար ըստ ցանկության է: Կարող եք շատ վերցնել, կարող եք սոխը քիչ վերցնել: Իսկ ինձ մոտ քարաճիկը մոտ կիլո 200 գրամ է: Դա կարող եմ ստույգ ասել, որովհետև գիտեմ: Իսկ հիմա կիսալուսնաձև կտրելուց հետո ընթացքը ցույց կտամ: Բուսայուղն արդեն լավ դաղվել է, ավելացնում եմ մանրացրած սոխը: Սոխը մի լավ կխառնեմ և կթողնեմ, որ տապակվի մինչև ոսկեգույն դառնա: Անցել է բավականին ժամանակ, սոխը լավ տապակվել է, կարմրել է: Կթողնեմ մի քիչ էլ կարմրի, նոր մնացած բաղադրիչները կավելացնեմ: Արդեն լավ կարմրել է սոխը, տեսեք դարձել է ոսկեգույն: Մի փոքր սոխի արանքը փոսիկ եմ անում, այդ փոսիկի մեջ լցնում եմ մեկ լավ ճաշի գդալ սովորական ալյուր: Եվ սկսում եմ մի փոքր խառնել: Մի 2-3 մինչև 5 սեկունդ խառնում եմ: Ավելացնում եմ մի փոքր տաք ջուր, որպեսզի սիրելի հետևորդներ ջան, կոշտուկներ չլինեն:
Ավելացնում եմ ալյուրի վրա կարմիր պղպեղ և տոմատի մածուկ, 1 ճաշի գթալ, քիչ եմ ավելացնում, որտև լեչո պետք է ավելացնեմ տնական, հիմա կխառնեմ տոմատի մածուկը, ալյուրը և կարմիր պղպեղը իրար, հիմա ավելացնում եմ սիրելիներս չորացրած ծիտրոն և ռեհան, ռեհանը և ծիտրոնը այս ուտեստին շատ լավ համ են տալիս, հիմա խառնում եմ, որ ռեհանի և ծիտրոնի բույրը բացվի և տա մեր սոխին, արդեն սոխը, տոմատը, կարմիր պղպեղը իրար հետ խառնում եմ, խառնելուց հետո ավելացնում եմ 3 լավ ճաշի գթալ լեչո տնական մեր պատրաստած, հավասարաչափ խառնում եմ, արդեն բոլորը իրար հետ բաղադրիչները խառնվեցին, ավելացնում եմ տաք ջուր, մի փոքր առայժմս խառնելով եմ ավելացնում ջուրը, որ ալյուրը չկոշտանա, այսքանը դեռ բավական է, խառնելուց հետո կափարիչը դնեմ, թավայի բերանը ծածկեմ, թող մի 2 րոպե եփի, արդեն տեսեք սիրելիներս ինչ լավ ստացվել է, անուշ բույր է տարածվել ռեհանից և մարզայի բույրից ամբողջ խոհանոցը, հիմա կխառնեմ և աղը կփորձեմ, աղը լավ է, ավելացնում եմ քարաճիկները, հիմա մի լավ կխառնեմ, քարաճիկը լցնելուց հետո բերանը կծածկեմ թավայի, կթողնեմ մի 2-3 րոպե իրար հետ եփեն, եռգա, մինչև ուտեստը եռա ես կմանրացնեմ թարմը կանաչին, ինձ մոտ մի փոքր սամիթ է, մի քիչ համեմ և մաղադանոս, մանրացրած կանաչին հիմա կլցնեմ այս համեղ ուտեստի վրա, մի թեթև կխառնեմ, բերանը կծածկեմ 2 րոպեից արդեն լիովին պատրաստ է քարաճիկով ուտեստը, պատրաստ է արդեն քարաճիկով ուտեստը, հիմա կլցնեմ ափսեն և կմատուցեմ, այս ուտեստը կարելի է մատուցել բրինձով փլավի հետ, պյուրեի հետ կարտոֆիլով, սիրելիներս տեսեք ինչ լավ ստացվել է, անուշ բույրով, գեղեցիկ տեսքով, համեղ քարաճիկով, սոխով ուտեստ պատրաստեցի, դուք էլ պատրաստեք և անուշ արեք այս համեղությունը,
Շատ ընտիր է։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ դրական եք, շնորհակալ եմ ձեր բարի գրառումների կամեցողության համար։ Բարի երեկո, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Ասում եմ բարի երեկո, որտեվ արդեն երեկոյան ժամը 7-ն է։ Հերթական որդուս գնաց գնումներն եմ ուզում ցույց տալ, թե այսօր ինչ է գնել խանութից։ Սկսեմ ձկից։ Գնել է կարաս, խոշոր լավ կարասներ են։ Ընտանիքով բոլորս էլ սիրում ենք ձուկ։ Մանավանդ կարասը տապակած, ժարի տարած։ Հիմա սա տամ մարինես տանի։ Հա, սառը տեղ դիր մինչև մաքրենք, Մարինե ջան։ Խոհանոցային անձեռնոցիկ, օճառ, շատ անուշ հոտ ունի դուրոյի այս գույնի օճառը, շատ։ Ամեն օրվա օգտագործելու անձեռնոցիկ, սալֆետկա։ Սա արդեն պարզ է, Մարինե ջան տար, զուգարանի թուղ, փոշի տայթ 3 կիլոգրամ։ Մենք միշտ հեղուկ ենք այդ վերջի շրջան գնում, բայց այս անգամ տայթ է գնել, բավականին ժամանակ տայթ չենք օգտագործել։ Ալպիսկի սվեժեստ հոտով է, շատ լավն է։ Սա էլ վերցրու, հետո կդատարկենք ամանի մեջ։ Սա չեկն է։ Սրանք էլ տար, Մարինե ջան, օճառներ տար, հա, դիր ընդեղ, հա։ Նորից, ամենահամով Աստանսկի պիլմինիներն են։ Մենք հաճախակի պատրաստում ենք, բայց մեկ-մեկ է գնում է, երեխաների համար սիրում են։ Տնական է, այդքան չեն սիրում այդ խոշոր մեծերը, որ պատրաստում ենք, բայց այս մանր պիլմինիները սիրում են։ Սա մալոչնի շոկոլադ, ապրի Մարինես հուշում է։ Սիր է պանիր աղցանների համար, գրեչսկի սալատ դլյա, շատ համեղ պանիրներ են։ Զգուչի շատ կծու չիլի պղպեղ է, շատ կծու։ Արդեն գիտեք, պանիր է, տվարոժնի պանիր է ինձ համար, առավոտները ես միշտ ամեն առավոտ օգտագործում եմ կատնաշորի հետ, տվարոկի հետ։ Սա նորից ապխտած պանիր է, մխի տված, ծխի տված պանիր է, հալած։ Դոկտորսկի Ռասիանկա անունը երշիկ է, բժշկական։ Ինչպես միշտ հավ, պետելինկա։ Շատ համեղ են, շուտ եփող է, տապակա։ Դոշը միշտ օգտագործում եմ աղցանների մեջ, կարելի է նաև աղալ խոզի մսի հետ, տավարի մսի հետ, համեղ կոտլետներ պատրաստել։
Դոմիկ Ձերևնի կաթե 3,2%-անոց 2 լիտր, սա էլ սուրճի համար է վերցրել, կապսուլայով սուրճերի համար խմում են, երեխաներն են, մեծերն են։ Հավի քարակիչ է, սոխով համեղ է լինում, պլավների հետ, 2 աման է, մի հատ էլ կատեցնենք քարակիչը, թե սուրճ է, հա, 3 աման է այսպիսի քարակիչ, քանի գրամ է կշռում, 450 գրամ է ամեն մի ամանը, աղացած ֆարշ է, դերևենսկի, նույնից 2 աման, ասեմ, որ սիրելիներս, աղացած ֆարշով պատրաստում ենք միայն, չէ բյուրեկիներ, պերաշկիներ, այս անգամ կփորձեմ հլը հավի մսի հետ խառնած կատլետ պատրաստել, հավի միսը կաղամ, փափուկ դոշը և պատրաստեմ կատլետներ, սա էլ կոֆե է, սովորական կապսուլա է, սրճաղացի մեքենայի համար, ահա, հուշում եմ Արինկաս, դե դու ասա մնացածը, սա ինչ է Մարինե ջան, Պերգամենտная бумага, արի մոտիկ, որ լսվի, դե ասա, գազով ջուր, հանքային գազով ջուր, արշանի համեղ հացերից են, շատ համով են արշանի հացերը, և իրեհարկե կոնֆետներ, այո, պակետը դիրենքում, հետո կդասավորենք, это кондиционер, կանդիցաներ շորերի համար, լվանալու, ահա, հետաքրքիր շոկոլադնի հալվա է, ժիտկի հեղուկ օճառ է, սա ռեքսոնա է, տևետակի, այստեղ կատնաշոր, այս ֆիրմայի կատնաշորը շատ հավանում եմ, շատ համեղ է, մասլը սլիվեչնի, կարակ է 82%-անոց, Բրեստ լիտովսկի, շատ համով է, նորից կատնաշոր, սա էլ հալվա է, չամիչով է սա էլ, կանանչ բողկե, ամենահամով բողկերն են, արդեն մեկ հատը ճաշել ենք, մեկ հատը օգտագործել ենք, կտրել ենք, կերել ենք, շատ համով է, մեջը փուտ չի, պատահում է, չէ, որ առնում ես, մեջը փուտ է, սա շատ լավն է, այս անգամ շատ ընտիր է, ձու է 10 հատ, որ հավ էինք պահում սիրելիներս, չէին ուտում ձու, իսկ հիմա որ հավերին վերացրել ենք, արդեն ձուն շատ ուտում են և օգտագործում ենք, շատ ենք օգտագործում, պապա մոժդ նրբ երշիկներ են, հենց էսև պակետով, սրանք համեղ են, շատ,
Պակետը վերցրու։ Մեկ էլ կիսակապչոնի երշիկ, մոսկովսկի։ Միշտ հարցնում եք, ինչ երշիկ եք օգտագործում։ Մոսկովսկի սերվիլատ է, վարյոնի կապչոնի է, без սոյ գրված է։ Без соуса. Ահա։ Այստեղ էլ շպրոտ կոնսերվաներ են։ 2 հատ։ Շպրոտը սև հացով է լավ, սև հացի վրա գցում ես սխտոր, շպրոտն եք դնում եւ թթու վարունգը շատ համեղ է ստացվում, բուտերբրոդներ ենք անում։ Այսքանը սիրելիներս այսօրվա գնումները, շնորհակալ եմ, գիտեք ինչի համար, անցած անգամվա գնումները տեղադրելուց գրել էիք, ապրի ձեր որդին, շատ դաստիարակված որդի ունեք, տիկին Մարինե, գնումները շատ լավ տեղին գնումներ է կատարում տան համար, կան երիտասարդներ, տիկին Լուսյան էր կարծեմ, եթե չեմ սխալվում, տիկին Լուսյան էր գրել, որ կան երիտասարդներ, ուղարկում ես գնումների, չգիտես ինչեր են գնում, այո, ճիշտ եք նկատել, սիրելիներս, իմ որդին տեղին գնումներ, շատ ամեն ինչը գիտի գնել, առնել տան համար, ինչ որ կարևոր է տան համար, ինչ որ երեխաներին, մեզ, շնորհակալ ենք Աստծուց այդպիսի որդի ունենալու համար։ Թող բոլոր որդիները լինեն առողջ, հարգեն ծնողներին եւ սիրեն իրենց ծնողներին։ Այսքանով այսօրվա հոլովակը ավարտում եմ, սիրելիներս։ Ձեզ մաղթում եմ եղեք առողջ, օրհնված, բարի գիշեր, բարի երազներ եւ միշտ լինեք առողջ։